Ես Արսեն Թորոսյանից ծովափ չէի գնացել հանգստանալու, էլ այդ կարծեմ մի առիթով ասել եմ։ Պատմությունը եղել է հետևյալը։ Այս խելացին ամառվա պիկ սեզոնին, երբ որ Սևանում այդ հիմնական սեզոնն է աշխատանքի, լիճը հանգիստ, ու Սևանա լիճը ամեն տարի, եթե ոչ ամեն տարի, բայց հաճախ մի քանի տարին մեկ եղանակային պայմաններից ելնելով կանաչում է։ Եվ ջուրը պղտորվում է ու մանրակալվում է։ Կանաչ լիճ է Այդ 18 թվականին նույնպես դա էր տեղի ունեցել, բռնեց հայտարարեց առողջապահության նախարարությունը, որ Սևանա լիճը այլևս վտանգավոր է եւ մարդիկ վտանգավոր է մարդկանց համար։ Ու սկսեցին քաղաքացիները չգնալ Սևան եւ տնտեսությունները Սևանի ափին գտնվող ցույցեր էին կազմակերպում, այդ աղմուկ կար։ Ես զանգեցի, ասեցի, որ լսի դուք սխալ հայտարարություն եք արել, ջուրն էլ թունավոր չի։ Հերքեք այս հայտարարությունը, ասես դա չեն կարող արդեն եւ այլ, ասի դե մի լուծում գտեք, այս մարդկանց մեծ վնասներ եք հասցնում։ Բա ինչ անեմ, ասի արի մտի ջուրը լողացի, թող մարդիկ տեսնեն, որ վտանգավոր չի, որտեղ դու ես հայտարարություն արել, իբրև առողջապահության նախարար։ Ասեց լավ, կգամ։ Եկավ, ասեց դե միասին մտնենք։ Ակցիան միասին արեցիք։ Ակցիան միասին արեցինք, բայց քանի որ սրանք այտենց բնավորություն ունեն ամեն ինչ նկարելու, էր մտածում հանդերձ սրանից հանեցին միացրին սկսեցին նկարել, մտածում են կմտնենք լիճ, կլողանանք մարդկանց ցույց կտանք, որ էս է եղել, թե չէ ես Արսեն Թորոսյանի հետ հանգստի չեմ գնացել։